թող սա արձանագրվի բոլոր դեպքերում, ես ցավով եմ սա ասում, ես վստահ եմ այս ձեր որոշումը ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևի։ Սրանում համոզված եմ, անկեղծ եմ ասում, սա ցավով եմ ասում, որովհետև ես չէի ուզենա, որ այդ որոշում կայացնողը դուք լինեիք, որի պատճառը հետևանքային կապը լիազորությունների դադարեցումն է։ Դուք մի բան հաշվի առեք, օգոստոսի 1-ին իրան վերջնահաշվարկ են տալու։ Հասկանում եք, որ անընդհատություն չի կարա գոյություն ունենա ազգային ժողովի պատգամավորների դեպքում, չի կարա բնության մեջ դա լինի, բնե չի կարա։ Դուք փաստացի հենց այսօր արձանագրեցիք, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել է Արտուր Սարգսյանը 9-րդ գումարման ազգային ժողովի, դուք արձանագրեցիք Սահմանադրական դատարանի որոշման պահանջը, բայց դուք դրա իրավական հետևանքը չապահովեցիք։ Այն, որ միակ խնդրանք էլի, եթե հնարավոր է։ Ուղղակի ինձ ստացվում իմ որպես փաստաբան գործունեությանս ժամկետն էլ ավարտին մոտենում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում որոշումը, որը քրեական դատավորության օրենսգրքով պարտավոր եք տալ անհապաղ, կտական հապաղ, եթե առաջ ասված ունենանք հնարավորություն վերաքննիչի որոշումը շուտ լինի, որը ունենալու է, բայց վստահաբար դատավորի նաև կարգապահական պատասխանատվության հիմքը, իդեպ անկախ վերաքննիչի որոշումից էլ միանշանակ ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի, թե արդյոք այս ամենը ձեր որոշումը այս ձևով, այս տրամաբանությամբ կամ տրամաբանությունից շեղված պայմանավորված է նրանով, որ ձեր նկատմամբ նաև կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել ըստ զանգվածային լրատվության միջոցների։ Ես չգիտեմ, բայց այդտեղ շատ մեծ ողջամիտ կապ եմ տեսնում։ Այսքանը ես անկեղծորեն եմ ասում, թող սա չլինի մեր դատական իշխանությանը ընկալելու մոտեցումը։ Այն ինչ դուք այսօր արեցիք, դուք մի հատ էլ պատկերացնում եք, որ պրոբացիայի ու ոստիկանության ուղեկցմամբ ազգային ժողովի պատգամավորը գնա նիստի, դուք դա եք պատկերացնում լուծումը, ունենալով հնարավորությունը, որ դուք տնային կալանքը կարայիք վերացնեիք այսօր, կարայիք ասեիք տնային կալանքը վերացնեմ օգոստոսի 2-ից, բայց դուք բերեցիք իրավական շրջանառության մեջ պատգամավորի կարգավիճակի անընդհատություն, տենց բան գոյություն չունի, բայց դուք դա բերեցիք, քավլից